Ողջույն ձեզ հարգելի հայրենակիցներ, միասնական տեղեկատվական կենտրոնը շարունակում է իր աշխատանքները Երևանից։ Այս պահին ներկայացնենք իրավիճակը ռազմաճակատում մինչև հրադադարի հայտարարելը եւ հրադադարի հայտարարելուց հետո։ Ուրեմն մինչև հրադադարի հայտարարելը երեկվա ողջ գիշերը անցնող եւ մինչև հրադադարը մարտերը նույն կերպ ընթանում էին եւ հատկապես թեժեր հարավային ուղղությունը։ Ընդհանուր առմամբ հակառակորդը նույն գործողություններ փորձում իրականացնել իրար առաջխաղացումը ապահովել, որը կասեցվում էր հայկական զինվորների կողմից։ Մարտերի ընթացքում հակառակորդը երեկվա եւ մինչև կեսօրվա դրությամբ տվել է մոտ 200 զո, 3 ԱԹՍ, 4 ավտոտեխնիկա եւ մանր այլ միջոցներ։ Ուրեմն հրադադարի հայտարարելուց ժամեր առաջ հակառակորդի գործողությունները ավելի սաստկացել են, ավելի ուժ գնացել են, բայց մեր զինված ուժերը հետ են մղել բոլոր առաջխաղացումները։ Այս պահի դրությամբ հիմնականում հրադադարը պահպանվում է, ինչպես հայտարարվել է ժամը 12:00-ից, չնայած նրան, որ առանձին տեղերում պրովոկացիաներ իրականացվել են եւ մեր կողմից պրովոկացիաներին պատասխան տրվել են։ Մասնավորապես, մինչև հրադադարի հայտարարելը Ադրբեջանի զինված ուժերի, ուրեմն հետախուզող դիվերսիոն ստորաբաժանումներից փոքր խմբեր փորձել են ներթափանցել Հադրութ քաղաք, որ եւ այդ ընթացքում հրադադարի հետո մեր կողմից այդ խմբերը չեզոքացվել են, ընթացել են ոչ մեծ մասշտաբային մարտեր։ Այս մասին Պաշտպանության բանակը լրացուցիչ հայտարարեց եւ հստակ նշվեց, որ պրովոկացիան կատարվել է մինչև հրադադարը այն հաշվարկով, որ հրադադարը հայտարարելուց հետո որպես փաստ արդեն արձանագրված լինի։ Հրադադարից հետո, ինչպես հայտարարության մեջ, արտգործնախարարների հայտարարության մեջ նշված էր հստակ, ուրեմն Պաշտպանության բանակի տեղամասերից մեկում թույլ է տրվել, որպեսզի մոտենան եւ վերցնեն իրենց մի քանի դիակները, սակայն դրանից հետո այդ գործընթացը դադարեցվել է, որովհետև նման դեպքերը եւս օգտագործվում են պրովոկացիաներ անելու նպատակով։ Դրա համար պաշտոնապես հայտարարում ենք, որ հետ այսու դա թույլ է տրվելու միայն, ինչպես հայտարարության մեջ նշված է, Կարմիր խաչի ներկայացուցիչների առկայության պարագայում։ Ընդհանուր իրավիճակը այսպիսին է, հիմա փորձեմ պատասխանել ձեր էլեկտրոնային հարցերին։ Կենտրոն հեռուստաընկերություն Վարգոն զոնի տեսանյութում նշել է, որ Հադրութի ուղղությամբ դիվերսիոն փորձ է կատարել թուրքական հատուկ ժողովրդայինները, արդյոք ես արդեն նշեցի այս փաստը, այս լուրը իր մանրամասներով։ Երկրորդ հարցը նույն վերաբերվում է նույն հարցին, գերեվարվածների փոխանակման հարցը բարձրացված է, ուրեմն հրադադարը ունի հենց այդ նպատակը, երբ որ դա կիրականացվի, մենք լրացուցիչ դա կհայտարարենք կոնկրետ գերեվարվածների, կենդանի մնացած գերեվարվածների մասին։ Մյուս հարցը նոր Հայաստան հեռուստատեսություն։ Տելեգրամ օրենքներից մեկը քիչ առաջ հրապարակեց տեսանյութ, որտեղ պարզվում է սիրիացի վարձկաները խոսում են Իդլիբ բառապաշարով։ Եթե դա պաշտոնական տեղեկություն չէ, կարող է լինել ամենատարբեր տեղեկությունները։ Այն, որ ԱՊԿ-իշներ կան այն կողմում, դա փաստ է, բայց շատ հաճախ ցանցում կարող ունենալ ոչ հավաստի տեղեկություններ, հետևեք, խնդրում եմ պաշտոնական ապացույցներին, պաշտոնական փաստերին։ Մեկ հումանիտար հրադադարից մեկնարկից հետո արդյոք զոհեր ունեցել ենք, ինչքան է տևելու այս հրադադարը, կա արդյոք կոնկրետ պայմանավորություն։ Զոհեր չեմ կարող ասել, կարող է չունենանք, կարող է ունենանք, վաղը ավելի ստույգ կարող եմ ասել, ժամը 12:00-ից հետո տեղի ունեցածի մասին, ինչքան է տևելուն չեմ կարող ասել, իմ կարծիքով դրա մասին կհայտարարվի։ Հետք, ինչու ռազմական դրության պայմաններում, երբ ԱԱԾ-ն, ոստիկանությունը եւ ՊՆ-ն հայտարարում են մարտական գործողությունների գոտուց, տեսանյութեր եւ լուսանկարներ շարունակելու դրանով իսկ տղաների կյանքը չվտանգելու մասին, ՊՆ-ն չի վերահսկում օրինակ Վարգոնզո Ալեքի լագոդոնի ներկայությամբ հատուկ օպերացիայի եւ այս հարցը բարձրացվել է արդեն մի քանի անգամ, մինչև ստեղ գալը իմ մոտ էլի հարցի համար զանգել են, տեղեկացրել են, Պաշտպանության բանակը հստակ իրականացնում է, ուրեմն Արցախում աշխատող
տեղական եւ միջազգային լրատվամիջոցների համակարգման աշխատանքը։ Եթե խնդիրներ կան, խնդրում եմ բարձրացրեք տեղում։ Ինչ իրավիճակ է այս պահին Հադրութում։ Ես ասացի, այս պահին Հադրութում չեզոքացվում են եւ գրեթե ավարտված է դիվերսիոն խմբերի ուրեմն ոչնչացումը։ Ինչ իրավիճակ է այս պահին սահմանի ողջ երկայնքով։ Հիմնականում հանգիստ է, հիմնականում պահպանվում են, հրադադարը ինչպես նշեցի, չնայած լինում են տեղային փոքր պրովոկացիաներ, որոնց պատասխանում ենք։ Դիրքային առավելությունների եւ դիրքային փոփոխությունների մասին չեմ կարող նշել, խնդրում եմ, աղաչում եմ ուղղակի արդեն որերորդ անգամ է, դիրքային բառապաշարն օգտագործելով փոփոխությունների մասին առայժմ հարցեր չբարձրացնեք մամուլի ասուլիսների ժամանակ։ Մյուս հարցը նորից այսօր զոհեր ունենք, թե չէ ներկայացրել եմ, հայկական երկրորդ հեռուստալիք Սյունիքում ինչ իրավիճակ է։ Սյունիքում նորմալ իրավիճակ է, որևէ արտարոց բան չկա, որևէ մարտական գործողություն չկա։ Կարմիր խաչի մասով արդեն ներկայացրեցի։ Պայմանավորվածության համաձայն պիտի լինի Կարմիր խաչի ներկայացուցիչների աշխատանքը, եթե այդպեսին չեղավ, մենք կկասեցնենք գործընթաց։ Մենք ունենք մոտավոր հաշվարկ, թե քանի դի ունենք մարտադաշտում, որ պետք է դուրս բերվի հրադադարի պայմաններում։ Հարգելներս, չեմ կարծում, որ նման հարցերը ասուլիսի ժամանակ կարող ենք քննարկել։ Մեր զոհվածների, մեր նահատակվածների մասին տեղեկությունները ամեն օր թարմացվում են, ամեն օր, եւ հրադադարը եւս մի հնարավորություն է, որպեսզի ավելի ստույգ տվյալներ ներկայացվեն։ Խնդրում եմ հետևեք պաշտոնական տեղեկություններին։ Մեդիա Պարոն Մեսյան, քաղաքացիների անվտանգության ապահովման համար ինչ քայլեր են ձեռնարկում։ Քաղաքացիների անվտանգությանը որևէ կոնկրետ բան չի սպառնում, դրա համար տեղական ինքնակառավարման մարմինները, ԱԻՆ-ը, ոստիկանությունը եւ այլ ուրեմն մարմիններ զբաղվում են, նույնիսկ այս ուրեմն ամբիոնից ելույթ են ունեցել եւ 24 ժամյա աշխատանք կա այս ուղղությամբ, այնպես որ դրանք ինչ որ առանձնահատուկ բարձրաձայնելու կարիք այս մասով չեմ տեսնում։ Գերեվարված անձանց փոխանակման շրջանում արդյոք ներառված են նաև մինչև պատերազմի ժամանակ Ադրբեջանում հայտնված հայ գերիները։ Ես նման տեղեկություն անկեղծ ասած չունեմ, որ մինչև պատերազմը տեղի ունեցած գերիների փոխանակում եւս իրականացվի։ Եթե նման տեղեկություն լինի, մենք կհայտնենք։ Անկախ բլոգեր Վանո Կարապետյան, պարոն Հովհաննիսյան, եթե օրինակ վաղը կնքվի երկարաժամկետ հրադադարի հանձնարարագիրը, ապա ըստ ձեզ այս պայմանությամբ մեր բանակից զբաղեցած դիրքային բնակաձևերը որքանով են հեռանկարված եւ ընդունելի մեր համար։ Ես խնդրեցի ձեզ դիրքային թեմաների մասին առայժմ չխոսել, որովհետեւ պատերազմը ավարտված չի, սա հրադադար է, կկնքվի նման պայմանագիր, կկնքվի երկարաժամկետ։ Այն ժամանակ կներկայացնենք իրավիճակը։ Դիրքային փոփոխությունները թե առաջ թե հետ շատ տեղերում են տեղի ունեցել։ Եթե այլ հարցեր չկա, չէ, ոնց որ նորից հարց ունենք։ Ստեփանակերտում միացվել օդային տագնապը։ Չէ, չեմ կարող մեկնաբանել հարգելներս այս պահին, որովհետև պատերազմը ընթանում է, պատերազմի process-ի ընթացքում իրավիճակ է փոխվում, մենք այս պահին ձեզ հետ հիմա այստեղ խոսում ենք եւ կարող է ինչ-որ միտեղ նորից ինչ-որ մի պրովոկացիա տեղ ունենա կամ Ստեփանակերտում կամ Շուշիում միացվի ուրեմն ահազանգ։ Այս պահին չեմ կարող, երբ որ կտեղեկանանք, լրատվիչ մենք կհայտնենք։ Դուք գիտեք, որ մենք գրեթե 24 ժամ նաև հաղորդակցման այլ եղանակներով ձեզ փոխանցում ենք տեղեկությունները, այնպես որ խնդրում եմ հետևեք միասնական տեղեկատվական կենտրոնի հարթակին, հետևեք ինձ, հետևեք Շուշան Ստեփանյանին, հետևեք Աննա Ալբանդյանին եւ ներողություն Նաղդալյանին եւ մյուս մեր գործընկերներին, ովքեր իրավիճակը հստակ ներկայացնում են։ Նոր հարց Magnus News Ադրբեջանական լրատվամիջոցներում ջանքեր չեն խնայում ասել, որ հայկական կողմն է խախտել հրադադարը միջազգային կառույցների համար ունեք իրենց այս սուտը հերքող փաստեր։ Միշտ չի որ ինչ-որ բան պետք է հերքենք կամ հավաստենք կամ ինչ-որ ջանք գործադրենք ապացուցելու համար։ Իսկ այլ ինչ էինք սպասում մենք ադրբեջանական կողմից, որպեսզի ներկայացնենք, ես այլ բան չէի սպասում, անկեղծ ասած։ Չգիտեմ ինչքան է տևելու հարգելներս, հարցը նորից կրկնվում է, հրադադարի ժամկետը, ես չունեմ այդպիսի տեղեկություն, թե ինչքանով է ֆիքսված ուրեմն ժամկետը։ Շնորհակալություն, հետևեք մեզ
միասնական տեղեկատվական հարթակի տարբեր ուրեմն տեղերում, երբ որ մենք ելույթներ ու ասուլիսներ ենք ներկայացնում, հետևեք մեզ 24 ժամ, մենք մշտական աշխատում ենք։